ապրես։ Բարի երեկո, սիրելի հյուրեր, թիմակիցներ։ Նախագիծը մեր մեգա նախագծերից երկուսն են այստեղ ներառում, մեր 8 մեգա նախագծերից, որոնք յուրաքանչյուրը իրականում առանձին մեգա նախագծեր են, բայց քանի որ ունեն նույն արժեքները ու նաև հիմա կներկայացնենք, որ նաև որոշակի տարածական կապ կա միմյանց հետ, դրա համար որոշել ենք միասին ներկայացնել, քանի որ ընդհանրապես մեր բոլոր մեգա նախագծերը ընդհանուր արժեհամակարգի եւ ընդհանուր Երևանի զարգացման պատկերի մեջ տեղավորվում են։ Ինչպես արդեն Տիկին Թանդելյանը նշեց, շատ կարևոր էր այս մեգա նախագծերի մեջ հաշվի առնել նաև այդ կանաչ տարածքների ավելացումը ու նաև քայլելու, որովհետև գաղտնիք չէ, որ Երևանում կարելի ասել մենք չունենք մի հատված, որտեղ կարելի է անխոչնդոտ 1 կիլոմետր քայլել։ Իսկ մարդ ուզում է ինչ-որ քայլել այգում անընդհատ ամեն փոքր հատվածը մեկ առնվազն մի փողոց է անցնում, մի խոչընդոտ կա, որը նաև շատ հաճախ խնդիր է առաջացնում նաև երեխաների հետ, ինչ-որ զբոսանքի գնալ, ինչ-որ հանգստանալ, անընդհատ այդ լարվածությունը, ստրես առաջացնում է նրան, որ մարդիկ ավելի քիչ են հանգիստը վայելում Երևանում եւ նաև Երևանի կենտրոնում մասնավորապես։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Ընդ որում նաև շատ կարևոր է, որ մենք մեր բոլոր մեգա նախագծերում մենք հիմքում դնում ենք եղածը ավելի ուժեղացնելու, ավելի լավացնելու եւ այն ինչ որ Երևանում եղել է նաեւ Թամանյանական Երևանում, այսօրվա ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս շատ ավելի քիչ ռեսուրս ծախսել եւ ֆինանսական եւ նաեւ ժամանակային եւ եղած պոտենցիալը ավելի արդյունավետ օգտագործելու։ Սա այս հատվածում մենք տեսնում ենք Երևանի Հանրապետության հրապարակից, այսպես նայենք դեպի ներքև ընկած հատվածները, որ մենք ունենք ասած 5 կտոր այգի, բայց նրանցից յուրաքանչյուրը կարելի ասել առանձին կյանքով են ապրում։ Իսկ առաջինը դա հենց հրապարակից ներքև այդ 2750-ամյակի այգին է, այդ շատրվանները որ կան, որը շատ փոքր հատված է միավորված Հանրապետության հրապարակին։ Դրանից ներքև գալիս է Շահումյան հրապարակը, դրանից հետո նոր գալիս է 2800-ամյակը շատրվանների հատվածը։ Հետո արդեն ձախ ու աջ գալիս են մանկական այգին եւ անգլիական այգիները, որոնք բավականին մեծ պատմություն ունեն, յուրաքանչյուրը առանձին բավականին կարևոր մաս է կազմել Երևանի, բայց նրանք նույնպես բավականին առանձին կտորներ են կազմում։ Եվ ի վերջո փոքր հատված այդ քաղաքապետարանի դիմացի այդ հատվածը Ռուսաստանի հրապարակի, որը էլի փոքր կարելի ասել այդքան էլ այգի չէ, բայց այդ հատվածն է։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մեր առաջարկով, եթե հետ գանք, տեսնենք, որ յուրաքանչյուր այդ 5 կտորները իրարից բաժանում են փողոցներով, ինչ-որ հատվածներով եւ այնտեղ օրինակ նույն ասենք մանկական այգուց դեպի անգլիական այգի անցնելուց պետք է առնվազն 2 փողոց անցնես։ Հիմա մենք մեր այս նախագծով մենք առաջարկում ենք, որ այդ փողոցները, որը հանդիսանում են այսպես ասած կապող այս այգիների, սարքել հետիոտեն եւ մեքենաների հոսքը թունելային կարգավորումով կլինի, որը Երևանի որոշ փողոցներում կան, իսկ մարդիկ արդեն մի հարթության վրա հնարավորություն կունենան այս բոլոր 5 կտորները միասին վայելել։ Այսինքն ինքը ամբողջական պայմանական մենք անունը դրել ենք Երևան բուլվար եւ արդեն Հանրապետության հրապարակից այս ամբողջ տարածքը մոտավորապես 6 հեկտար տարածք է անում, որը դառնում է հսկայական տարածք Երևանի համար, այսինքն 6 հեկտար լավ ոչ միայն քայլելու, այլ նաև հոգնելու այգի կդառնա, մինչև այդքան զբոսնես, այսինքն այս ամբողջ տարածքը եթե միավորում ենք, Հանրապետության հրապարակից հնարավորություն ենք ունենում այս ամբողջ տարածքը վայելել։ Այստեղ նշված է նաև կարևոր է նաև Երևանի համար այդ ջրային տարածքների ակտիվացումը, որտեղ բոլոր այգիներում որոշակի ջրային տարածքներ կան, ջրավազաններ, դրանց ավելացումը Նաև որոշ հատվածներում մենք հնարավորություն ունենք մասնավորապես քաղաքապետանի դիմացի հատվածում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, որը փողոցի հատվածում մեքենաները թունելային կարգավորումով են անցնում, իսկ այդտեղ ունենում ենք ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը նաև հնարավորություն կտա ավելի հարմար այս տարածքներում զբոսնել։ Ինչպես արդեն նշեցինք, հետիոտների համար բավականին լավ հատված է լինում, ինչի համար է սա կարևոր, կփաստացի Հանրապետության հրապարակի հենց ամբողջ հարակից տարածքն է, որը ասենք Երևանի կենտրոն ենք համարում, բայց բացի այդ Հանրապետության հրապարակի տարածքից դուրս եւ տուրիստների եւ երևանցիների համար որևէ այլ հատված չկա։ Իսկ ինքը դառնում է այս Երևան բուլվարը փաստացի Երևանի կենտրոնական այգի։ Այս արդեն վիզուալ որ տեսնում ենք, հանդիպում ես մեր որտեղ հիմա այս հարևանությամբ է, որտեղ մենք գտնվում ենք, որ պատուհանները բացենք, երևի կարող ենք այստեղից էլ նայել
այս պատկերը, այս Շահումյան հրապարակն է, այնուհետև այս մի հատվածն է, հետո այն մյուս հատվածը, այս էլ հակառակ կողմից, ամենք էլ թեզ ձախ կողմը նայենք, այն այս շենքում են գտնվում։ Իսկ հիմա փաստացինեք, այս երկու հատվածները ընդհանրապես մի փողոց է բաժանում, որը բավականին կարելի ասել խոչընդոտներ ունի, այտենց ուղիղ հնարավոր չի անցնել այդ այգիներով, որտեղ այդտեղ հետիոտն կարգավորում չկա, այսինքն փաստացի այդ 2750-ամյակի այգուց, եթե մենք գանք 2800-ամյակի այգի, պետք է 3 անգամ փողոց անցնենք։ Կամ ձախ կամ աջ, հետո նորից գալիս ենք, հետո նորից, այդտեղ ուղիղ նույնիսկ հնարավոր չէ, այդտեղ հետիոտն անցում չկա։ Սա մեր նախագիծն է, ինչ ենք մենք պատկերացնում, որ այն հատվածը, որը Շահումյան հրապարակն է, այդտեղ դառնում է մանավանդ այդ հատվածը նույնիսկ հրապարակի զգալի հատվածը այս պահին կարելի ասել փաստացի չի էլ օգտագործվում, այսինքն ինքը նույնիսկ ճանապարհ չի, ընդհանրապես դատարկ ասֆալտապատ տարածք է արձանի դիմաց, այսինքն մենք Երևանի կենտրոնում ենք տարածք, որը ոչ մեկ չի օգտագործում, ուղղակի ասֆալտապատ փակ տարածք է, մի ժամանակ պարկինգ էր։ Այսինքն այդ հատվածը լինում է կանաչապատ, մեքենաները անցնում են ներքևով եւ փաստացի այդ երկու այգիները միավորվում են։ Նաև այդ Շահումյան հրապարակի հատվածում դեպի ներքև մենք այդտեղ էլ պատկերացնում ենք, որ թունելներով են անցնում, այն ձախ կողմի նկարում շատ ավելի լավ է պատկերը լինում։ Իսկ այդտեղից մի փոքր հատված մեքենաները թունելով են անցնում եւ հնարավորություն է լինում արդեն 2800-ամյակի այգուց աջ ու ձախ գնալ անգլիական եւ մանկական այգիներ։ Սրա հետ կապված նաեւ այդ հատվածների շինարարությունը բավականին արագ է մատչելի, որովհետև ընդհանրապես բավականին նեղ փողոցներ են եւ այդտեղ ընդհանրապես պետք է մնաց ստորգետնյա ուղիղ թունելներ կառուցվի։ Այս մասով այսքան սա ընդհանուր առմամբ հնարավորություն է տալիս, այսինքն քաղաքապետարանից մինչև հանրապետության հրապարակ ունենալ նման կանաչ տարածք, ինքը եւ տուրիստների համար եւ երևանցիների համար բավականին կարևոր հատված կդառնա, իհարկե այս պահին այն անգլիական եւ մանկական այգիները անմխիթար վիճակում են, բայց ինքը թեմ որպես մեկ միասնական միավոր եւ ներդրողների եւ նաեւ քաղաքապետարանի միավոր բավականին արդյունավետ օգտագործման տարածք կդառնա։ Մեր հաջորդ նախագիծը սա Ֆրանսիայի հրապարակն է, որում մի հատ կարևոր արձանագրում անենք, առաջին հայացքից տենց պարզ բան է, բայց շատերս չենք գիտում, մենք Երևանում չունենք փաստացի հրապարակներ, անունները հրապարակ են, բայց հրապարակ որպես այդպեսին չունենք, ընդհանրապես ճանապարհներ են մեքենաների համար, այսինքն մեր բոլոր հրապարակներով միայն մեքենաներ են անցնում։ Իսկ այն հրապարակները, որը կա աշխարհում եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում, փակ հրապարակներ են, որտեղ մարդիկ քայլում են։ Մեր հրապարակները ասֆալտապատ ճանապարհներ են, նույն հանրապետության հրապարակը, նույն Ֆրանսիայի հրապարակը, նույն Շահումյան հրապարակը, որ նայեցինք, ու մեր համար շատ կարևոր է արժեքային իմաստով, որ հրապարակը ունենա հենց իր առաքելությունը կատարի, հրապարակ, որը փակ նկատի ունեն մեքենաների համար, մարդիկ կարողանում են այդ հրապարակը վայելել, ինչպես եվրոպական բազմաթիվ քաղաքներում։ Այստեղ մենք ինչ ենք պատկերացնում, այս Ֆրանսիայի հրապարակի ամբողջ հատվածը, որ այսօր ունեն, Սայաթ-Նովա Մաշտոց խաչմերուկում, օպերայից դեպի վերև, դեպի Կասկադ գնացող, այդ հատվածը դառնում է կանաչապատ հետիոտն մարդկանց համար տարածք, եւ այդտեղ Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ-Նովայի երթևեկությունը նույնպես թունելային համակարգով է լինում, ինչպես նշեցինք, նման տարբեր վայրեր ունենք, նույն թեկուզ Մաշտոցի պողոտայի սկզբնամասը Փակ շուկայի մոտակայքում եւ այստեղ էլ մոտ 4 հեկտար կանաչապատ տարածք է դառնում, էլի ջրային գոտիներով, կանաչ գոտիներով։ Այսինքն այս Ֆրանսիայի այսինքն փաստացի է օպերայի հատվածից, որը որոշակի հետիոտն հատված է պարունակում, դրանից անմիջապես վերև դեպի Կասկադ էլի ամբողջովին դառնում է հրապարակ, որը հնարավորություն կտա էլի հետիոտների համար անվտանգ շարժ, նաև երթևեկությունը ավելի արդյունավետ կլինի, ընդ որում մեր ամենակարևոր մեգա նախագիծը, որ ասում են այդ ճոպանողու համակարգը, որտեղ եք սարքում, մեր ճոպանողու համակարգի, այսպես ասած, գլխավոր կենտրոնը, որտեղ մենք ճոպանողու համակարգը ինչպես ենք պատկերացնում, որ քաղաքի կենտրոնը միավորելու է մնացած թաղամասը, այսինքն կենտրոնական կայարանը հաբը, որ լինում է, այս Ֆրանսիայի հրապարակի վերակառուցումը նաև այդ նպատակին է ծառայելու, որտեղ դեպի Կասկադ, այդ Ֆրանսիայի հրապարակի այդ հատվածում նաև լինելու է ճոպանողու հիմնական մեր հաբը, որտեղից մնացած հիմնական երթուղիները սկսելու են։ Իսկ սա դառնալու է փաստացի կենտրոնական ամենագլխավոր հատվածը Երևանի։
Սա այսօրվա վիճակն է, տեսնում ենք էլի այդ օպերայի հատվածը, դրանից վերև էլի Ֆրանսիայի հրապարակ, բայց նույնիսկ այս տեսարանը եթե նայում ենք, ասենք այս ձախ ներքևի նկարը եթե նայենք, որովիցե, այսպես ասած, ասոցիացիոն չկա հրապարակի հետ, ընդամենը մի հատ մեծ խաչմերուկ է, որը ուղղակի մենք անվանում ենք հրապարակ, փաստացի ինքը Սայաթնովա Մաշտոց խաչմերուկն է, ոնց մնացած խաչմերուկները, իսկ սա ընդհանրապես հրապարակ չէ, հրապարակ կոչվածի մեջտեղում մի արձան է տեղադրված, որ մարդիկ որևիցե ձևով նույնիսկ չեն կարողանում մոտենալ։ Եվ ահա սա այն պատկերն է, որը մենք ունենալու ենք Ֆրանսիայի հրապարակ ունենալուց հետո, փաստացի հրապարակ եւ ոչ թե ուղղակի խաչմերուկ։ Այսինքն օպերայի հետ ինքը ամբողջովին միավորվում է եւ երթևեկությունը արդեն թունելային կարգավորումներում։ Սա ոչ միայն օպերային է միավորում Ֆրանսիայի հրապարակը, այլ նաև նրա շարունակությունը, թե պատկերացնում ենք էլի այդ տուրիստական եւ մեր Երևանի համար շատ կարևոր կոլորիտային հատված Կասկադի հատվածը, փաստացի այս Ֆրանսիայի հրապարակը օպերային միավորում է Կասկադի հետ։ Այնտեղ այդ Մոսկովյան փողոցում մի հատ էլի փոքր անցում կա, այդ անցումով փաստացի միավորվում են այս օպերան եւ Կասկադը իրար հետ։ Այս հատվածում մենք նախատեսում ենք, որ այս մեջտեղի հատվածում, որ այսպայն Ռոդենի արձան է փոքր նաև ջրային հատված, տեղ հետիոտն հատվածներ եւ նաև սա էլի այդ Ֆրանսիայի հրապարակի հարակից երկու այգիներն է միավորում, որը էլի շատ կարևոր մաս է Երևանի համար կազմում, կոնսերվատորիայի դիմացի այսօրվա այդ անմխիթար մեղմ ասած այգին եւ նաեւ Սարյանի արձանի այդ հատվածը, որը էլի երկու շատ փոքր այգիներ են, այսինքն փաստացի այդ երկու հատվածները նույնպես կան, որոնք միավորվելով այս Ֆրանսիայի հրապարակը նույնպես բավականին մեծ այգու են վերածում։ Հիմա այսքան այս նախագծի մասով է, հիմա բայց եթե վիզուալ նորից պատկերացնենք, սա իրականում առանձին երկու շատ կարևոր նախագիծ է, բայց եթե նայում ենք ինչ ենք ունենում, թափես Երևանը ոնց է դառնում մեր համար արդեն մեգա քաղաք, եվրոպական մակարդակի քաղաք։ Քաղաքապետարանից, մեր համար շատ կարևոր վայրից, որ դուրս ես գալիս, ու ասենք աշխատանքից հետո 11-12-ին գիշերը, որ դուրս են գալու, կամ լավ կիրակի օրերը։ Այդտեղից կարողանում ես հետիոտն քայլել, գալ դեպի Հանրապետության հրապարակ, այդ ամբողջը արդեն դառնում են այգիները։ Այդտեղից դեպի գնում ենք Հյուսիսային պողոտայով, հա, օպերա, արդեն ես Ֆրանսիայի հրապարակն է սարքացնում Ֆրանսիայի հրապարակ, այն մեր մյուս մեգա նախագծին ենք հասնում Կասկադը, ֆունիկլորով բարձանում ենք դեպի Կասկադ, Կասկադից նաև Մանումենտի այն մեր մյուս մեգա նախագիծը, ուտեղ հետո հավաքում ենք Մայր Հայաստանի արձանի մոտ։ Այդտեղից էլ այն մեր մյուս մեգա նախագիծն է, Մայր Հայաստանի արձանի մոտից է ճոպանողով գնում ենք դեպի Էրեբունի թանգարան, այսինքն այս մեր բոլոր Էրեբունի մոտո նորից տենց հետ են գալի գործի։ Այսինքն մեր այս բոլոր մեգա նախագծերը թեև իրանք առանձին մեծ մեգա նախագծեր են, բայց ունեն մեկ կարևոր հանուր համակարգի մաս են կազմում, մոտավորապես թե քաղաքապետարանից նայենք միջև այդ մանումենտ մոտ 3-3.5 կիլոմետր ճանապարհ է լինում, այսինքն փաստացի կարելի է 3-3.5 կիլոմետր Երևանում անխնջնդոտ քայլել, վայելել եւ բավականին կարևոր պատմամշակութային հատվածներ, հրապարակ, օպերա, Կասկադ ու նաև բավականին կարևոր այգիների համակարգ ենք ունենում այս մասով։ Այս ծրագրի ֆինանսական մասը նույնպես հաշվարկված է, քանի որ այստեղ կան նաև հնարավոր է նաև այլ հատվածներ, նույն այդ ստորգետնյա ավտոկանատեղիները, որը նաև կարող քաղաքապետարանին եկամուտ բերի եւ մոտ 3-4 տարվա նախագիծ է, բայց քանի որ նախագիծն է բավականին մեծ է, ամեն փոքր հատվածը, օրինակ նույն հենց այս մեր շենքի հարևանությամբ այդ երկու փոքր փողոցների թունելների սարքելը արդեն հնարավորություն է տալիս այս 3 այգիները միավորել, այսինքն նույնիսկ փուլային տարբերակով սկսած առաջի տարվանից բավականին մեծ փոփոխություններ կբերի Երևանը։